Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում հունիսի 6-ին, ինչը թույլ կտա մեր երկիրը ևս մեկ անգամ ներկայացնել միջազգային մշակութային հարթակում։ Կառավարության մայիսի 14-ի հերթական նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառման անցկացման նպատակով կհատկացվի 665 միլիոն դրամ կազմակերպական, տեխնիկական եւ բովանդակային անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ Պետք է ասեմ, որ օրն էլ խորհրդանշական է, որովհետև ըստ էության մենք խոսում ենք աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա մասին եւ այդ օրը դասական արվեստի միջոցով եւս մեկ անգամ կընդգծվեն մեծանուն կոմպոզիտորի անվան եւ ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը։ Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են նաեւ մի շարք միջոցառումներ հյուրերի համար եւ սա հնարավորություն է տալու նաեւ մեր երկրի հարուստ մշակութային ժառանգությունը այցելություններ, թանգարաններ, արվեստի կենտրոններ դարձնել նաև երկիրը բացահայտելու եւ այդ իմաստով նաև հետագա զբոսաշրջային ուղիներն ու հոսքերը խթանելու ուղղություն։ Զեկուցվող հաջորդ հարցի կիբերանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային չափանիշների ցանկը սահմանելու մասին խոսեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը Գևորգ Մանթաշյանը այս ուղղությամբ կատարվող քայլերը մեծ ներդրում համարեց։ Տվյալ որոշումով մենք օրենքից բխող կենսական նշանակության ոլորտներում շահագործող քրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ ստանդարտներ ենք միջազգային սահմանում։ Դա հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է եւ նաեւ այլ ստանդարտներ կան, որոնք որ պահանջում ենք, որ լինի։ Այդ տրամաբանությամբ նաև քանի որ քրիտիկական ենթակառուցվածքների ծառայություններ մատուցողներ կարող են լինել ու կան այդպիսիները, նաև սահմանում ենք կիբերանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջների կոնկրետ թե որ ստանդարտներին պետք է համապատասխանեն եւ նաև տվյալ համակարգերը աուդիտ անցնելու դեպքում աուդիտորների նկատմամբ պահանջները։ Կառավարության միջոցների վերաբաշխման մասին զեկուցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նախագծում տեղ է գտել նաեւ Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհի հիմնանորոգումը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը։ Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերականգնման աշխատանքների շրջանակներում այս նախագծով նախատեսում ենք եւ առաջարկում ենք մեկ ճանապարհի հիմնանորոգման եւ 13 ճանապարհի նախագծերի պատրաստման համար կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 միլիոն դրամի եւ դրանք ուղղել ներքոյշյալ ճանապարհատվածների հիմնանորոգման, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաեւ ճանապարհատվածների նախագծանախաշվային փաստաթղթերի պատրաստման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Զեկույցով հանդես եկավ նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող նոր փոփոխություններից։ Առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրում, մասնավորապես գործող ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար, մինչդեռ մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլ նաև արտադրել կաթ եւ մերամշակել։ Այս առումով առաջարկում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու, միաժամանակ կենդանիների հետագծելությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում։ Անասնապահության զարգացման եւ արտադրողականության աճ ապահովելու նպատակով հատկապես խրախուսվում է տոհմային կենդանիների ձեռքբերումը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։